Պարոն Հայրապետյան, գործարար Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ իրականացնելու օրը ոստիկանները մի քանի տասնյակ մեքենաներ առգրավեցին այդ թաղամասից։ Մեքենաներն արդեն վերադարձվել են իրենց սեփականատերերին։ Ինչ է հայտնի այդ մասին։ Մեքենաները որևէ ձևով հետ չի վերադարձվել։ Ընդ որում ոչ միայն Սամվել Կարապետյանի տան մոտից առգրաված, այնտեղ կա մեքենաներ, որ 900 մետր, 1 կիլոմետր, այսինքն իջնում է Բաբայան փողոց մինչև Մանումենտի խաչմերուկ պատշաճ տեղը կայանած մեքենաները ուղղակի առգրավել են, այսինքն սա ընդ որում առանց փաստաթղթավորման, առանց պատշաճ հիմնավորման ուղղակի քարշակների վրա դրել ու տեղափոխել են։ Անընդհատ բողոքներ ա լինում, բազմաթիվ դիմումներ ա ուղղվել ոստիկանության, ընդ որում տարբեր տեղեր են տարել ոստիկանության ենթակայության տակ գտնվող տարբեր տարածքներ ու տուգանային օրինակ եթե տանում են պետք է տանեն տուգանային հրապարակ մի մասը անգամ տուգանային հրապարակ չի գնացել է տարբեր տեղեր այսպես եւ բոլոր զանգերին քաղաքացիների զանգերին պատասխանում են որ կամ ստուգում պետք է լինի կամ զննություն կամ խուզարկություն աշխատում ենք անգամ ասում են որ պետք է տեսնենք ով հետախուզման մեջ չի գտնվում մեքենան դա էլ մի քանի րոպեի ստուգման հարց է այսինքն առանց փաստաթղթավորման, առանց հիմնավորման, առանց օրինական հիմքերի ոստիկանությունը անօրինականություն է գործել։ Սա ոչ օրինաչափ վարքագիծ է, սա քաղաքացիների գույքի, իրավունքի անմիջական միջամտություն է, պատկերացնեք 5-րդ օրն է կամ 6-րդ օրն է քաղաքացին չի կարողանում իր մեքենայով ինքը օգտվել, ընտանիքը օգտվել մեքենայից ու սենց ոստիկանության գործողությունները օրենքի սահմաններից դուրս են, այսինքն ոստիկանությունը խլում է սեփականությունը, իր քմահաճույքով պահում է, որևէ գործողություն չի կատարում, լավ 40 մեքենան զննելը կամ 40 մեքենա ստուգելը հետախուզման մեջ են թե ոչ մեծ բարդություն չի։ Ընդ որում մեքենաների մեծ մասը բոլորովին այլ վայրից են։ Այսինքն սա նախապես մշակված, պլանավորված երևի գործողություններ, որը ոչ մի ձևով օրենքի աղերս չունի, ընդ որում պետությունը ուղիղ պետք է վերջ մնա քաղաքացիների սեփականության կամ տնօրինելու կամ տիրապետելու կամ օգտագործելու իրավունքը խախտելուն։ Այս պարագայում 7-րդ օրնա, 6-րդ օրնա որևէ բան չի կատարում։ Առգրավման պահին քաղաքացիներին որևէ հիմնավորում ներկայացրել են։ Ոչ, հենց ամբողջ հարցը դա է։ Անգամ եղել են դեպքեր, երբ որ քաղաքացին գնացել ասել էին մեքենանը թող ես հարվածել են դեպք հարվածել են քաղաքացիներին մի մասը վախենում է անգամ բարձրաձայնել սա դե պատկերացրեք այդ դիմակներով գալիս են անգամ մեքենաների վրայով պետքա որ ձայնագրությունները լինի նկարումներ ոտքը դնում են մեքենայի վրա մարդկանց պարկասնում են գետնին փորձում են որոշակի ակցիա անել ընդ որում սա արժանապատվության նվաստացման ամենացայտուն դեպքերից է երբ որ մարդուն փորձում են իրանց բարերով փռել ասֆալտին։ Սա նշանակում է, որ մեր պետությունը չի հարգում մարդու արժանապատվությունը, մարդը բարձրագույն արժեք չի, պետությունն էլ թքած ունի մարդու իրավունքների վրա։ Ընդ որում սա նախապես պատրաստված, նախապես ծրագրավորված օպերացիա է։ Մեր ոստիկանությունը տեղում չի, ոստիկանությունը օրենքից դուրս է։ Ոնց կարելի է, որ պետությունը հանդինած ոստիկանության քաղաքացիների սեփականությունը վերցնի որևէ ձևով պատշաճ անգամ գրություն էլ չեն փորձում ուղարկեն, որ ինչի համար է հետաձգվում կամ ինչ գործողություններ է։ Ավելին, ես կոնկրետ տեղակ եմ շատ անգամ փաստաբանական բողոքներ, դիմումներ գնացել է, որևէ մեկին պատասխան չկա։ Այսինքն այս անտարբերությունը, այս իրավիճակը ապացուցում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը 0 է, սեփականության նկատմամբ հարգանք չկա, քաղաքացիների արժանապատվությունն էլ որևէ արժեք չի։ Այնինչ սահմանադրական կարգի հիմունքների բաժնում է դա, որ մարդը բարձրագույն արժեք է, մարդու արժանապատվությունը անօտարելի իրավունք է, իսկ պետությունը սահմանափակված է մարդու հիմնական իրավունքներով։ Ստեղ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը ոտնահարում է, ընդ որում հասկացանք արդեն, որ սա գալիս է կառավարությունից, որտեղ հայտնի ինչ որ կառավարական հայտնի SMS-ներից հետո այսպիսի գործողություններ սկսվեց։ Այս նշանակումը կներեք, որ կառավարությունն է հրահարում այսպիսի վարքագիծ, որ կառավարությունն է ոտնահարում անձանց իրավունքները
ու կառավարությունը անգամ ողջունում է բռնի այսպիսի գործելակերպը։ Պարոն Հայրապետյան, այս մեքենաների առգրավումը դուք համարում եք Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշման որևէ տարբերակ, որովհետև ըստ էության հենց այդ օրն են առգրավել մեքենաները, հենց այդ նույն խոզարկությունների ընթացքում։ Իհարկե, սա անկախ նրանից ես համարում եմ, թե ոչ, այսպիսի իրավաբանության մեջ այսպիսի տեսակ է, այսպիսի ձևակերպում կա անուղղակի դիտորդ, այսինքն անշահախնդիր դիտորդ կամ ոչ շահագրգռված դիտորդ, սովորական քաղաքացու համար ակնհայտ է, որ սա թե ուժի ցուցադրություն է, թե ահաբեկել են, փորձում են ցույց տան, քաղաքացիների սեփականությունը խլեն, ցույց տան, որ իրենք ամենակարող են ու իրենց հասկացածով, որ պետքա փռեն ասֆալտին։ Այսա հանցագործության ամենագագաթնակետն է։ Սրանով կառավարությունը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգը տապալված է։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին սահմանադրական կարգը տապալված է, որովհետև ակնհայտ է ճնշում կա դատական իշխանության վրա, գործադիր իշխանությունը գրավել է դատական իշխանությունը, Հայաստանը չնայած սահմանադրական կարգի հիմունքների բաժնում ասում է, որ իրավական պետություն է, իրավական բան չենք տեսնում, ասեմ վերջի 35 տարվա մեջ այսպիսի դատական ակտ չէր եղել, ոնց որ Սամվել Կարապետյանի պարագայում մենք տեսանք։ Այսինքն պետությունը բոլոր սահմաններն անցել է, դատական իշխանությունը ազատ չի, քաղաքացիների սեփականությունը պաշտպանված չի, էլի սահմանադրական կարգի հիմունքներում, որ քաղաքացիներն ունեն սեփականության իրավունք, ու սեփականության իրավունքը պաշտպանվում է, ճանաչվում է պետության կողմից, պաշտպանվում է։ Մեր դեպքում պետությունը հասկանալով թե առանց հասկանալի, ավելի վատ եթե առանց հասկանալու, վերցնում է քաղաքացիների սեփականությունը ու որևէ քայլ չի ձեռնարկում։ Տեսեք, այստեղ եթե ես օրինակ կողջունեի, որ ամեն քաղաքացի մանավանդ կա, որ քաղաքացիների իրավունքները խախտվել է, սա եվրոպական դատարան դիմելու ճշգրիտ պետք է հայցեր ներկայացվի 7 օր, 8 օր, 10 օր առանց որևէ թույլտվության ապօրինի իմ գույքից օգտվելու իրավունքը խախտված է, հայցեր ներկայացվի դատարան, 50 հայց ներկայացվի դատարան եւ հետո եթե հանկարծ դատարանը որևէ խնդիր ստեղծի, գնալ եվրոպական դատարան, որ պետությունը զրկում է անձին իր սեփականությունը կոնվենցիայի լեզվով ասած իր գույքից օգտվելու իրավունքից, որովհետև մարդը ազատ է, իսկ սեփականությունը որևէ ձևով պաշտպանված չի, ազատ տնտեսական հարաբերությունները պաշտպանված չեն։ Սահմանադրության հիմնական բոլոր դրույթները խախտված է ու մի քանի օրում։ Սա արդեն հաստատում է, որ Հայաստանում այս պահին ինչ-որ բան այն չի։ Այսինքն չկա սահմանադրական կարգ, կարգը տապալված է, հիմա էլ ինչ-որ մամուլում լուրեր են տարածվում, որ պետքա ստուգումներ լինեն, էլի, այսինքն պետությունը իր լծակները սկսում է օգտագործել, ընդ որում օգտագործում է կառավարության այն առաջի դեմքի SMS-ներից հետո։ Այսինքն անպարզ է, որ անհրաժեշտություն չկա ստուգում կատարելու, որովհետև ընդ որում տեսեք, ստուգումները Սամվել Կարապետյանի հիմնարկներում լինում է ամեն տարի, ընդ որում օրինակ հեծում ստուգումը պատվիրում է, կա այդ անկախ հանձնաժողով, պետական մարմինը, պետական մարմինը անկախ հանձնաժողովը ինքը պատվիրում է միջազգային աուդիտների մոտ, որ ամեն տարի պետքա ստուգվի։ Ավելի բարձր ստուգում, քան միջազգային աուդիտն է, չկա։ Հիմա այդ ընդ որում ու բոլոր ստուգումները ամեն տարի հարկային բոլոր ստուգումներում զերո խախտում է եղել, զերո խախտում, որևէ խախտում չի եղել։ Հիմա այդ ինչի անհրաժեշտությունը առաջացել, որ ստուգում պետքա լինի նորից։ Այսինքն սա ազատ տնտեսավարման իրավունքի խախտում է, սա մտնելն է տնտեսական գործունեության դաշտ, սա, չգիտեմ, հենց ապացույցն է, որ մեր մոտ սահմանադրական կարգը այս պահին տապալված է, որ դատավորները օրենքից դուրս են, որ քննիչներն ու դատախազը օրենքից դուրս են, որ մեղադրանքը առաջադրվում, ակնհայտ անհիմն մեղադրանք, սա քերորեն պատժելի արարք է։ Դատարանը դատական ակտ է կայացնում, ակնհայտ անհիմն դատական ակտ, սա նույնպես հանցագործություն է։ Այսինքն հանցագործություն կատարողները կայացնում են դատական ակտեր, անձանց մեղադրանք են առաջադրում, կալանավորում են ու շարունակում է ապօրինի անօրինական գործընթաց, իսկ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորվում է։
Ընդ որում քաղաք բանտարկյալ ունենալը բավականին ծանր բան է, բայց որ քաղաք բանտարկյալ լինի, հետո էր սեփականությունը խլեն, սա արդեն այն ամենավերջն է, որ հիմա պետությունն անցել է լավ, անգամ էլի ուրիշ, բայց քաղաքացիների մեքենաները ինչ եք ուզում, էլի, այսինքն այստեղ մենք ունենք օրենքից դուրս գործող ոստիկանություն, քննչական մարմին, դատախազություն ու դատարան։ Հստակ թիվ կա, թե քանի մեքենայի մասին է խոսքը։ 50 մեքենա հենց։ Եվ ոչ բոլորն են, այսինքն Սամվել Կարապետյանի ազգականներին պատկանում կամ հարևաններին պատկանում տարբեր։ Կարող է 1-2-ը պատկանեն ազգականներին կամ հարևաններին, որովհետև կոնկրետ մեքենաները, որ մի կիլոմետր ներքև են արգրավել, մի կիլոմետր վերև են արգրավել կամ այդ պահին, որ դիմակավորված անձի գործողություն են կատարել, ըտելից 2-3 մեքենա են արգրավել, 4 ամենաշատը, մնացածը պատշաճ կայանախտեղերից սենց հավաքել են ու տարել են։ Մեքենաների սեփականատերերին դուք խորհուրդ տալիս եք օրինակ դիմել դատախազություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, թե կարծում եք, որ ամեն դեպքում դատախազությունն էլի զորու չէ այդ հարցով զբաղվելու եւ կարծում եք լավագույն տարբերակը եվրոպական դատարաններ դիմելն է։ Չէ, իհարկե հանցագործության մասին հաղորդումը ճիշտ ասեցիք, տեսեք, դուք լրագրող եք, դուք լավ այդ իրավաբանությունը պատկերացնում եք, ձեր իրավունքները լավ պատկերացնում եք։ Հիմա քաղաքացիների մեծ մասը ուղղակի ինչ որ ձևով տարբեր մարդկանց միջոցով ասում է, բայ իմ մեքենան էլ են տարել, ինչ եղավ իմ մեքենան։ Ես օրինակ այսօր կոնկրետ խոսել եմ մի տղայի հետ, ասում եմ, բայց դու ինչ կապ ունես Սամվել Կարապետյանի հետ, կապ չունես։ Քո մեքենան էլ մի կիլոմետր են կողմա։ Բա ինչի չես զանգելա, ասելա ինչի է իմ մեքենան պահում, իրեն կոնկրետ պատասխանել են, որ հետախուզման մեջ կասկածում ենք, ստուգենք հետախուզման մեջ չի, ասելա բանալներն իմ մոտ է, գամ, բացեն, եթե պետքա զննեք, եթե պետքա նայեք ինչ կա, ստուգեք, իմ ներկայությամբ ասել են չէ, մեզ պետք են մեքենաները, մենք ձեզ կասենք։ Ընդ որում, հենց առաջի օրը, երբ որ տարան, էլի ներկայ եմ եղել, երբ որ զանգել են փոսի գայի, ասել են ինչ որ մեքենա հա փոսի գայում է, բայց մենք չենք կարող այս պահին ասել ինչ կլինի, վաղը զանգեք, կասենք ճակատագիրը։ Այսինքն իրանք տարել են ու սպասում են հրահանգի։ Եթե դու ոստիկանություն ես ստանում ես փոսի գայի, պետքա տուգանես, տուգանքի չափը վերցնես ու արձանագրություն կազմես, մեքենան հանձնես, եթե սխալ տեղ է կայանած եղել։ Բայց եթե ճիշտ տեղ է կայանած եղել, դու նախ հիմքը պետքա ներկայացնես, հիմք չկա, փաստաթղթավորումը ներկայացնես, չկա։ Քո պատճառաբանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու գույքը sense կարելի է վերցնել, տանել 7 օր որևէ բան չասել, ընդ որում մի մասն էլ դիմել է փաստաբանների։ Տեղյակ եմ կա փաստաբանական դիմում բողոքներ, հարցումներ, մեքենաների համարներով, անուն ազգանուններով, չկա պատասխան։ Սա խայտարակությունն է, իրականում խայտարակությունն է ու գնալով այս ամեն մի անօրինությունը ծնում է շատ ավելի վատ անօրինություններ։ Եթե մի քանի օր առաջ սա հիմա գնալով պարբերական այս ծավալն ավելի մեծանում է, պետք է սրա դեմը կանգ առնեցվի։ Ես իհարկե խորհուրդ եմ տալի ձեր ասածով դիմել հանցագործության մասին հաղորդում հենց ոստիկանապետի մասով։ Ոստիկանապետը օրենքից դուրս է։ Այսքան խավար դարաշրջան, որ այսպիսի իրավական հետևանքներ ա լինում, այսպիսի իրավական գործելակերպ է, չի եղել երկար տարիներ։ Անգամ այն կաշառակեր ժամանակները, որ ասում են, այս ժամանակ կոռուպցիա էր, այն ժամանակ չկար եւ այդ ժամանակները, երբ որ անձանց մեղադրանք էին առաջ, այսպիսի ձևակերպումներ չկար, այսպիսի ստանդարտակ գործելակերպ չի եղել, որ քաղաքացուն առանց որևէ հիմքի, առանց որևէ լավ հասկացանք առանց հիմքի տարակ մի պահ ենթադրենք քննչական գործողություն եք անում, հետո ավարտվեց, մի քանի ժամ հետո բերեք, զանգեք, ասեք եկեք ձեր մեքենաները տարեք, կամ եկեք ձեր մեքենան բացեք, զննեն գնանք, սա նշանակում է, որ պետությունը մերն է, այս խավարից պետք է փրկել Հայաստանը։